տանիքդ կառուցած է, թե նոր պիտի կառուցես, երբեք բաժանությունը չունենաս որպես տարբերակ։ Երբ որ դու ունես այդ տարբերակը, դու արդեն շատ հաճախ դայում ես այդ ուղղությամբ, մի ունեցիր այդ տարբերակը, դու պայքարի քո ընտանիքի համար, փորձիր պահել քո ուխտը, երթումդ, միջև վերջ։ Այսօր հարսանիքներ այնքան ճոխ են կազմակերպվում։ Ես երբեմն, երբ որ գնում ենք հարսանիքների, շոու ոնց որ լինի, երգ, պար, արեք ոնց ուզում եք, արեք ձեր հնարավորության սահմաններում, բայց մի բան լավ իմացեք, ձեր հարսանիքի ամենաճոխ պահը դա ձեր ամուսնական ուխտն է, որ այդ պահից, երբ որ դուք հռչակվում եք կին եւ ամուսին, այդ պահից, երբ որ արդեն դուք երկուսը չեք, այլ մեկն եք եւ երեք պատիկ թելով եք կապված Տիրոջ առաջ, դա հարսանիքի ամենաճոխ պահն է, երբ որ երկու հոգի կանգնած են Աստծո առաջ եւ երթում են տալիս, սիրելու, ներելու, խոսալու, լռելու, հոգ տանելու, չտրտնջալու, խնամելու։ Ընտրեք մեկին, ում հետ կկարողանաք դուք պահել ձեր ուխտը, միջև ձեր երկրային կյանքի ավարտը։ Ամեն